որովհետև ամենամեծ ոնց ասում են դատավորը մեր ժողովուրդն է, ժողովրդին ոչ մի բանով չես կարող հապել։ Իրեք շատ վաղ լինում է, որ գործ ես գրում, քեզ թվում է, որ պետք է լավ լինի, որովհետև բոլոր կանոններով ոնց որ թե բայց վերջի խոսքը ասում է ժողովուրդը, ուրեմն այնտեղ մեծ ցից չես դրել այդ գործի մեջ։ Ինչ որ մի բան կա, որը ոչ մի մարդ չի կարող, դա ոչ մի կոմպոզիտոր, ոչ մի ժողովուրդը։ Դե մենք էլ ժողովրդին ենք ծառայում, դե աշխատում ենք, որովհետև ժողովրդի սերը, ժողովրդի բան պետք է միշտ արդարացնել։ Եվ դա ինձ համար միշտ այսպեսի մի ուժ է, որ ինձ անում է, որ ես միշտ աշխատեմ, որովհետև ես որ գալիս եմ Հայաստան, ես այդ սերը շատ եմ զգում։ Ոչ թե մենակ երաժշտական, այլ вообще ընդհանրապես։ Եվ միշտ աշխատում եմ այդպես։ Չէիք նվագի հիմա։ Գիտեք, մի քիչ դժվար է, անուժներից կարելի է, կարող եմ մենակ թեմայի հետ ծանոթացնել, որովհետև այնտեղ օրկեստր կա, բան, եւ չեմ ուզի նախորդ այդ предвосхитить это. Ոնց կսեն հայերը։ Հա? Предвосхитить. Нет, сейчас уже не скажешь. А? Ինձ ասա։ Չէիք նվագի, թեկուզ մի հատված անուշ։ Մեծ ուրախությամբ իհարկե ես ամբողջ չեմ կարող նվագել եւ չի էլ ուզի, որովհետեւ դա պետք է օրկեստրի հետ միասին լինի։ Իսկ թեմայի հետ ծանոթացնեի։ Բացի այդ ես ուզում ասել, որ վերջերս մի նոր երգ եմ գրել, ձայնագրվել է այդ երգը Սոֆի Ռոտարոյի կողմից եւ այդ նույն երգն էլ գրել է Տամարա, ձայնագրել է Տամարա Գվարցետելի, այդպեսի երգչուհի կա, երիտասարդ, եւ հույս եմ, որ այդ երգը շուտով քնչի եւ մեր ժողովուրդը կլսի այդ երգը։ Իսկ անջերը մեծ ուրախությամբ մի փոքր։